Տավուշի մարզի Պտղավան գյուղում ձևավորվել է կամավոր հշեջ փրկարարների խումբ, որն արդեն պատրաստ է գործի անցնել։ Նրանք վերապատրաստվել են ներքին գործերի նախարարության Լուսակերտի ուսումնաբազայում և երկօրյա ուսումնավարժանքի ընթացքում գործնականում ցուցադրեցին իրենց հմտությունները։ Կամավոր հշեջ փրկարարների պատրաստվածությունն ու արդյունավետ աշխատանքը գոհացուցիչ է բնութագրում փորձառու փրկարար ֆրանսիացի փորձագետ Բեռնար Ժանին, ով առաջին անգամ Հայաստան է եկել 1988 թվականին, Սպիտակի երկրաշարժի ժամանակ, օգնության հասած միջազգային մասնագետների կազմում։ Այս աշխատանքներն իրականանում են Հայաստանի փրկարար ծառայության հետ սերտ համագործակցությամբ։ Կամավորական հրշեջ փրկարարների խումբը ձևավորում ենք, որպեսզի մեր փրկարարների դեպքի վայր ժամանելը նրանք աշխատեն եւ այդպիսով արտակարգ իրավիճակին արձագանքումը լինի ավելի արագ ու օպերատիվ։ Մենք շարունակելու ենք աշխատել, որպեսզի բարելավենք կամավորների կարողությունները։ Կամավորական փրկարարական շարժման զարգացման նպատակով ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ փրկարար ծառայությունը ավստրիական Կարմիր խաչի հետ իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում ծրագիրը։ Այն ուղղված է Հայաստանի մարզերում քաղաքացիական պաշտպանության համակարգերի ամրապնդմանը, կամավորական կարողությունների զարգացման միջոցով։ Պտղավանի կամավորական հշեջ փրկարարական հենակետը կարևոր նշանակություն ունի համայնքում, քանի որ այն սպասարկում է նոյեմբերյանի մի շարք բնակավայրեր՝ Պտղավան, Հաղթանակ, Լճկաձոր, Արտի, Սայրում, Բագրատաշեն, Դեղսավան ու Դեբետավան։ Շատ կարևոր նշանակություն ունի մեր համար այս արագ արձագանքման խումբը, հաշվի առնելով բնակլիմայական պայմանները, շատ կարևոր նշանակություն ունի։ Մենք էլ պատրաստ ենք միշտ ցանկացած պարագայում աջակցել։ Հույս ունեմ, որ այս ամեն ինչը բխում է մեր բոլորիս անվտանգությունից եւ կպահպանի մեր անվտանգությունը։ Նախագծով ամրապնդվում են գործող կամավորական խմբերի կարողությունները, վերանորոգվում են հրշեջ ավտոմեքենաները, անգարները, իսկ փրկարարներն ապահովվում են անհրաժեշտ սարքավորումներով։ Այս կերպ միավորվում են համայնքային ուժերը եւ կամավորները պատրաստ են աջակցել ու պաշտպանել իրենց բնակավայրերն ու բնակչությանը արտակարգ իրավիճակում։